Գիտեք, պատմության ընթացքում միշտ մի թաքնված թել է եղել, որ կապել է ստեղծագործության ամենատարբեր ձևերը։ Մտածեք հումորից մինչև երաժշտություն, բեմից մինչև պոեզիա։ Դա այսօր մենք հենց այդ թելից ենք բռնելու ու բացահայտելու այդ զարմանալի արվեստը։ Հա, առաջին հայացքից մի տեսակ տարօրինակ է հնչում, չէ՞։ Ստենդափ կատակերգու, ջազի լեգենդ ու հին հռոմեացի բանաստեղծ։ Ինչ ընդհանուր բան կարող են ունենալ։ Բայց պատկերացրեք, կա մի հզոր, շատ հզոր ուժ, որը միավորում է նրանց բոլորին։ Հետաքրքիր է կկռահեք, թե որն է այն։ Այո, պատասխանը իմպրովիզացիան է։ Ուղղակի մեկ բառ, բայց այս մեկ բառը բացում է ստեղծագործական ազատության մի ամբողջ տիեզերք։ Ու գիտեք, այն շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Դե ինչ, եկեք ավելի խորը փորենք։ Տեսնենք, թե իրականում ինչ է թաքնված այս հզոր բառի իմպրովիզացիայի հետևում։ Ամեն ինչ, ինչպես հաճախ լինում է, սկսվում է բառի արմատներից, չէ՞։ Լատիներեն improvisus նշանակում է անկանխատեսելի։ Այսինքն, հենց սկզբից էլ պարզ է այս արվեստի ամբողջ էությունը հանկարծակության մեջ է։ Այն պահին ստեղծագործելու կարողության, երբ դու նախապես պատրաստված չես։ Ու այս սահմանումը, տեսեք, ուղղակի հանճարեղ է։ Սա նշանակում է, որ խոսքը ուղղակի պատահականության մասին չէ, ոչ։ Սա երևակայության, կարելի ասել գերբնական կարողությունն է լուծումներ գտնել հենց այստեղ ու հիմա։ Լավ, իսկ որտեղից սկսենք մեր ճամփորդությունը։ Դե իհարկե, թատրոնից։ Կա ավելի լավ վայր իմպրովիզացիան ուսումնասիրելու համար։ Կարծում եմ ոչ։ Ուրեմն եկեք սուզվենք նրա շատ հետաքրքիր պատմության մեջ։ Այստեղ մի կարևոր բան պետք է հասկանանք։ Իմպրովիզացիան բնավ նոր բան չէ։ Ընդհակառակը, դրա արմատները հասնում են մինչև հնագույն ժողովրդական ծեսեր։ Պատկերացնում եք, երբ մարդիկ տեղում հորինում էին տեքստեր ու գործողություններ։ Հետո իհարկե այն ավելի պրոֆեսիոնալ դարձավ։ Հին Հունաստանում ու Հռոմում, միմոսների շնորհիվ։ Բայց իր իսկական գագաթնակետին, իր ոսկեդարին հասավ 16-րդ դարի Իտալիայում, լեգենդար կոմեդիա դել'արտեի հետ։ Հիմա ի՞նչն էր կոմեդիա դել'արտեի գաղտնիքը։ Ինչու էր այն այդքան յուրահատուկ։ Պատկերացրեք մի բան, դերասանները չունեին պատրաստի սցենար։ Ոչ։ Նրանք ունեին ընդհանրապես սյուժեի մի ուրվագիծ ու իրենց հայտնի կերպար դիմակները։ Արլեկին, բժիշկ, իսկ մնացած ամեն ինչ, երկխոսությունները, կատակները, նույնիսկ հանդիսատեսի հետ շփումը ծնվում էր հենց բեմի վրա, այստեղ ու հիմա։ Ամեն ներկայացում լիովին նոր էր։ Սա ուղղակի փայլուն օրինակ է, թե ինչպես կարող են հստակ կանոնները ազատություն ծնել։ Դե թռիչք կատարենք առաջ դեպի 20-րդ դար։ Այստեղ արդեն իմպրովիզացիան ուղղակի բեմական հնարք կամ զվարճանք չէր։ Այն վերածվեց դերասանական վարպետության բուն հիմնաքարի, դերասանի գաղտնի զենքի։ Ու լսեք, թե ինչ է ասում լեգենդար Միխայիլ Չեխովը։ Նրա խոսքերը ուղղակի ամեն ինչ դնում են իրենց տեղը։ Հասկանում եք, նրա համար սա ուղղակի տեխնիկա չէր, սա հենց արվեստի ողջ էությունն էր, կենդանի, շնչող ու անընդհատ փոփոխվող։ Եվ այստեղ տարբերությունը իսկապես հսկայական է։ Եկեք համեմատենք։ Մի կողմում ունենք դերասանի, որը կարճում է իր գտած ձևերից, ամեն անգամ նույնը կրկնում, դառնում կարելի է ասել իր իսկ խաղի գերին։ Մյուս կողմում իմպրովիզացնող դերասանն է։ Նա ազատ է, անկաշկանդ, ամեն ներկայացման մեջ նոր բան է փնտրում։ Նրա համար տեքստը վերջնակետ չէ, այլ ընդհանրապես ստեղծագործական ճանապարհորդության սկիզբ։ Բայց շատ կարևոր է հասկանալ, այս ազատությունը քաոս չէ, բնավ։ Ահա թե ինչու մեծնը Կոնստանտին Ստանիսլավսկին ստեղծեց մի ամբողջ համակարգ, գործում վերլուծության մեթոդը։ Ինչ էր նա անում։ Պիեսը բաժանում էր փոքրիկ կտորների, էտյուդների, ու հենց այդ կտորների շրջանակներում դերասաններն ազատ էին անելու իմպրովիզացիա։ Իսկ նպատակը հանճարեղորեն պարզ էր։ Ոչ թե ուղղակի տեքստ անգիր անել, այլ ինքնուրույն օրգանական ճանապարհով բացահայտել կերպարի ճշմարտությունը։ Լավ, մենք շատ խոսեցինք թատրոնից, բայց սխալ կլինի մտածել, որ իմպրովիզացիան միայն բեմի համար է, բոլորովին։ Հիմա պատրաստվեք զարմանալու, թե ուրիշ որ ոլորտներում է այն թողել իր խորը հետքը։ Սկսենք երաժշտությունից։ Գիտեք, իմպրովիզացիան միշտ եղել է երաժշտության սիրտն ու հոգին, սկսած հին հույն ասացողներից ու մեր հայ գուսաններից, մինչև ուշադրություն դասական երաժշտության հսկաները։ Բեթհովեն, Պագանինի, Շոպեն, նրանք իրենց համերգների ժամանակ ուղղակի ապշեցնում էին հանդիսատեսին տեղում հորինված ազատ ֆանտազիաներով, ու դե իհարկե ջազը, մի ամբողջ ժանր, որի դենեթն հենց իմպրովիզացիան է։ Շարժվենք առաջ, պարը, այո, այն նույնպես ծնվել է իմպրովիզացիայից։ Մտածեք հին ժողովրդական ծեսերի ու խաղերի մասին, դրանք լի էին ինքնաբուխ շարժումներով։
Հետո եկավ 20-րդ դարի հեղափոխական Այսեդորա Դունկանը, որի ամբողջ արվեստը հիմնված էր ինտուիցիայի վրա, ու նույնիսկ ավելի զվարճալի բան, հիշում եք Չարլստոնը, Թվիստը։ Այդ բոլոր հասարակական պարերի ոգին հենց ազատ ինքնաբուխ շարժումն էր։ Ու վերջապես մի բան, որից գուցե շատերը կզարմանան, պոեզիան։ Այո, նույնիսկ պոեզիան։ Պատկերացրեք, հին Հռոմում բանաստեղծները մրցում էին իրար հետ երաժշտության նվագակցությամբ տեղում բանաստեղծություններ հորինելով։ Իսկ ավելի ուշ այնպիսի մեծանուն գրողներ, ինչպիսին Ադամ Միցքևիչն էր, հայտնի էին որպես փայլուն իմպրովիզատորներ։ Նույնիսկ Պուշկինն է իր եգիպտական գիշերներում գլխավոր հերոս դարձրել հենց իմպրովիզատորին։ Սա ցույց է տալիս, թե ինչքան էին հիանում այս արվեստով։ Դե ինչ, այս ամբողջ պատմական ճամփորդությունից հետո հարց է առաջանում. իսկ ինչ է կատարվում այսօր։ Ինչպես է այս հնագույն արվեստը ապրում ժամանակակից աշխարհում։ Ահա ձեզ մի շատ պարզ ու գործնական օրինակ՝ ուղիղ հեռուստաեթերը։ 1960-ականներից սկսած, երբ հեռուստատեսությունը դարձավ ուղիղ, իմպրովիզացիան դադարեց ընտրություն լինելուց։ Այն դարձավ ուղղակի անհրաժեշտություն։ Պատկերացրեք, դու ուղիղ եթերում ես։ Չկա մոնտաժ, չկա կրկնակի նկարահանում։ Դու պարտավոր ես արագ արձագանքել ցանկացած անսպասելի իրավիճակի։ Հենց սա է իմպրովիզացիան գործի մեջ։ Եվ այսպես ամփոփելով, մենք տեսանք, որ իմպրովիզացիան քաոս չէ, դա կանոնների եւ կառուցվածքի մեջ ծնված ազատություն է։ Իսկ հիմա վերջում մի հարց ուղակի ձեր։ Եթե արվեստը մեզ սովորեցնում է, որ կառուցվածքը կարող է ազատություն ստեղծել, ապա ձեր կյանքում, ձեր աշխարհում որտեղ կարող է մի փոքր նախապատրաստված իմպրովիզացիան իրական փոփոխություն բերել։ Մի պահ մտածեք, որտեղ կարող է պահին ճիշտ արձագանքելու կարողությունը ձեզ համար բոլորովին նոր դռներ բացել։